Սիրելի աշակերտներ, սկսենք մեր այսօրվա դասը։ Մեր այսօրվա դասը ինտեգրված դաս է գրականություն եւ իմ հայրենի քաղաքացիներից, որը կանցկացնենք աշխարհացույց կրթական հարթակի։ Այսօրվա մեր նոր դասն է ով է անհատը։ Անհատը քաղաքական, ռազմական եւ տնտեսական մշակութային գործիչն է։ Դասը կանցկացնենք աշխարհացույց կրթական հարթակի միջոցով հավաքված ցուցադրության միջոցով։ Հիմա հասցես ով է անհատը։ Ասոնա ջան, անհատը յուրաքանչյուրն է։ Անհատը հասարակությունն է։ Հասարակության մեջ ապրող մարդիկ են։ Տեսեք, ասեցիք անհատը մարդն է, յուրաքանչյուրն է, անհատը գործիչ է, ասեցիք ռազմական, քաղաքական, մշակութային։ Բայց անհատը մենք ընդհանուր հասկացություն է, մենք հասկանում ենք, որ անհատը մարդն է։ Մարդն իրենով ընդհանուր հասկացություն է։ Մարդ հատկանիշն օգտագործվում է մեզ մնացած կենդանի արարածներից տարբերելու համար։ Հիմա առանցին ուսումնասիրի թե ով է մարդը, ով է անհատը, ով է անձը և ով է անհատականությունը։ Դուք շատ լավ ծանոթ եք, չէ՞, Մաուգլի մուլտֆիլմին կամ ֆիլմին և Ռոբինզոն Կրուզոն ֆիլմը հաստատ նայած կլինեք։ Ես ձեզ համար պատրաստել եմ մի ֆիլմ, այսինքն հոդված, աշխարհացույց հարթակի մեջ, որտեղ միասին կդիտենք Մաուգլի մուլտֆիլմից մի փոքր հատված և Ռոբինզոն Կրուզոյին, փորձենք հասկանալ ինչու Մաուգլին մնաց այդպես էլ անհատ, իսկ Ռոբինզոն Կրուզոն ծնվելով անհատ, ապրելով հասարակության մեջ, ձևավորվեց և դարձավ որպես անձ։ Անհատ ասելով մենք հասկանում ենք, որ անհատ է նաև նոր ծնված երեխան, անհատ է նաև նախնադարյան մարդը, անհատ է նաև ժամանակակից հասարակությունում ապրող մարդը։ Անհատ է նաև ռազմական գործիչը։ Ռազմական գործիչներից այսօր ձեզ ներկայացրել ենք Մոնթե Մելքոնյանին։ Ով է Մոնթե Մելքոնյանը, ով կկարծա շրջակայքը։ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Վայրսիալը Եկեք մի փոքր ավելի մանրամասն ուսումնասիրենք Մոնթե Մելքոնյանին։ Սիրելի աշակերտներ, այսօր որպես անհատ մենք կներկայացնենք մեր հայտնի գրող Գուրգեն Մահարին, որը ձեզ բոլորից ծանոթ է։ 7-րդ դասարանում մենք անցնում ենք Գուրգեն Մահարի, տեսեք մենք ունենք նաև աշխարհացություն, որտեղ տրված է Մահարու կյանքը, ստեղծագործությունը, մանկությունը, պատանեկությունը։ Մենք անցել ենք միայն մանկությունը։ Հիմա կանդրադառնանք Գուրգեն Մահարուն։ Ինչու հենց ընտրեցի Գուրգեն Մահարի, որովհետև Գուրգեն Մահարին այն մտավորականներից է, որը անցավ բազմաթիվ փորձությունների միջով, բայց չկորցրեց իր մարդկային դեմքը եւ իր ստեղծագործությունների միջոցով փորձեց ներկայացնել այդ դժվարությունները եւ հաղթահարելու ուղիները։ Հիմա այստեղ դուք տեսեք հետաքրքիր փաստ է, եկեք մտնենք իմ ցուցադրությունը, որը ես ստեղծել եմ հենց Մահարու կյանքի եւ փաստերի հիման վրա։ Ցուցադրությունների մեջ մենք տեսնենք ինչ ունենք այստեղ։ Այստեղ տեսեք, ես ստեղծել եմ տեսանյութ Մահարու մասին։ Եկեք լսենք սա։ Ես քո անոնակապայում թակում Չեմ հանձնի երբեք ես այն ոչ ոքի Որպես սուր բաղաց նորյա բակում Ես քո անոնակապայում թակում
Հիմա այստեղ նախ մինչև անցնելը տեսանյութին, հաջորդ եկեք տեսնենք մահարու ազգանունը ինչպես է։ Ասա տեսնեմ Սուզաննա։ Գուրգեն մահարու իրական ազգանունն է Աջենյան։ Հիմա եկեք այստեղ նայենք։ Գիտեք, որ մեծանուն բանաստեղծ ու արձակագիր Գուրգեն Մահարին ընկերական շրջապատում մեկ ուրիշ ստեղծանուն էլ է ունենում՝ Գուրգեն Մանարի, որը մեր իմացած ման եկողը չի։ Սա անծանոթ է, չէ՞ մեզ։ Այո։ Հիմա նկարի մեջ պատկերված է Գուրգեն Մահարին, ում հետ է պատկերված։ Տատիկի։ Ինչու տատիկի հետ նկարը ես ցուցադրեցի։ Ասա յուրա։ Քանի որ նա մեծացել էր իր տատիկի հետ եւ իր տատիկին շատ էր սիրում։ Հիմա ներկայացնեմ իմ փինը, որտեղ կա հետաքրքիր փաստ Մահարու կյանքից։ Փրկված կյանք Գուրգեն եւ Մահարի Անտոնինա Մահարիները հանդիպել են Սիբիրում։ Վիլնյուսի համալսարանի ուսանողի Անտոնինան Սիբիրում անցկացրել է 10, իսկ Մահարին 17 տարի։ Անտոնինան հանդիպում է Մահարուն մահացողների հիվանդասենյակում։ Մահարին այնքան ծանր հիվանդ է, որ բժիշկները հույս չէին տալիս։ Գուրգենի վիճակը ծանր էր, ես երիտասարդ էի ու աղոտ եւ օգնեցի նրան ապրել։ Ես նրա կյանքը բառերով եմ փրկել։ Մահարին արդեն հույսը կորցրել է, որ կարողանա ու տուն կվերադառնա, իսկ ես խաբում էի նրան, թե ամեն ինչ լավ է։ Ասում էի, անպայման կարողանաս կգնաս տուն, քո գրքերը կհրապարակվեն, դու շատ տաղանդավոր ես ու հայտնի գրող կդառնաս։ Հիմա տեսնենք տեսանյութը, ինչ տեսանյութ կա, մի փոքրիկ հատված նայենք։ Իսկ դուք գիտեք ինչպես է սպանվել Մահարու հայրը։ Սպանվել է Գուրգեն Մահարու քեմ։ Գուրգեն Մահարու քեմ։ Հիմա տեսնենք նյութի միջոցով ինչպես է սպանվել եւ ինչու։ Այոց 1600-ամյա գրավոր մշակույթի պատմության մեջ առաջին անգամ հայ մարդու կյանքով ինքը եղեց։ Վեպը հրկիզվեց Կասյան փողոցի վրա, հեղինակի պատմություններից։ Խաղի կանված գրքի վրա սերով աշխատել էր ավելի քան 30 տարի։ Գուրգեն Մահարի Գուրգեն Գրիգորի Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում ուսուցչի ընտանիքում։ Մանկությունն անցել է դրախտային բանում եւ այն իսկապես հետագային ու անկոք կլիներ, եթե բազմազավակ ընտանիքը չզրկվեր։ Ավանդության համաձայն ուսուցիչ օրը գնդակահարում են հայկական ավանդական ուսուցումներից մեկը որոշմամբ։ Գնդակահարությունը հանձնարարվում է Գուրգեն Մահարու հարազատքերով։ Այն նույնքերում, որը հետո իրուսերին է վերցնում, որ բացած ընտանիքի խանութ։ Ասեք լայես կնոնի մեջ, ցուցադրությունը տեսա։ Էս ինչ է։ Բայց եղա շարժը, Էսա ինչ է Էլի ամենացուցադրությունը Որ ցուցադրությունը Գուրգեն Մահարու դերասենի, չէ, Վերևի Մահարու դերասենի, Գուրգեն Մահարու Ասեք նորից է դրան, տենց կնան, բայց ես մենք տեսամ։ ոչ, պատում է։ Իրարեն քարտեզի կողքիքները և փորձեն գտնել Դիլիջան քաղաքը։ Ինչու հենց Դիլիջանը, ով կասի։ Հիմա, այստեղ ներկայացված է Դիլիջան քաղաքը, Դիլիջանի նկարները հին և նոր Դիլիջանը և այստեղ տեսեք երեխաները իրենց ուսուցիչների հետ մինչ ժամանակ, ինչպես էին աշակերտները ուսուցիչների սովորում, դինամիկ սկրինշոտի միջոցով ներկայացրել են Գուրգեն Մահարու անցած ճանապարհը Վան, այնուհետև Դիլիջան ու Վաղարշապատ, որը այժմ կոչվում է Էջմիածի։ Եվ այստեղ մենք ունենք նաև Գուրգեն Մահարու
դիմանկարը փորձել ենք պատկերել դեմքի միջոցով։ Ցենք չափել Գուրգեն Մահարու անցած ճանապարհի հեռավորությունը քանո գործիքի միջոցով։ Չէ բաղաշապատ, երբ գնացել է երեկո 15 ժամ, ոտքով կանցնել 6-ով 19 ժամ, 127 մոն ճանապարհ է անցել Եվ փորձենք մեր այսօրվա թեման ամփոփել արհեստական բանականության ստեղծած թեստերի միջոցով։ Երբ եւ որտեղ է գրվել Գուրգեն Մահարու մանկություն վիպակը, ով է գալիս ճիշտ պատասխանը նշի։ Արի ջուրը։ 1920 թվականի ամռանը Ստեփանովից։ Նշի։ Բերեց ճիշտ պատասխանը, մեկնաբանությունը կարդա, Գուրգեն Մահարու ինքնակենսագրական եռագրությունը առաջին մասը մանկություն վիպակը գրվել է 1920 թվականի ամռանը Ստեփանավանի Աշիր հյուրանոցում։ անցնենք հաջորդ հարցին։ Ինչ նպատակ ուներ Գուրգեն Մահարի մանկություն վիպակը գրելիս, ըստ նրա իսկ բանաձևման որպես նախաբանում։ Ինչ նպատակ ուներ, ով է գալիս, արի Լիլիթ, արի տեսնեմ, ինչ կպատասխանես։ Նշի։ Փրկել Մնացածն ու հնարավորը մանկության ոսկե մակույկից։ Հաջորդը, որն է Գուրգեն Մահարու տոհմական հասկանունը եւ ինչպես է այն փոխվել։ Ով է գալիս։ Արի Վիոլետա։ Աջեմյան, որը փոխվել է Մուրադխանյան։ Մուրադխանյանի, պատասխանը Մուրադխանյան, որը վանում փոխվել է Աջեմյանի։ Աջեմյանը Մահարու այն ազգանում է, որը նրա նախնիները ստացել էին վանում Մուրադխանյան տոհմական ազգանունը փոխելուց հետո այս տարբերակը հակառակն է։